Կախվածությունը իրականում սկսում է առաջ անգամ քեզ թույլ տալուց։ Ձեր կյանքի որակը ահավորն գտնվում է, որովհետև մտքերը միայն մի ուղղությամբ են, դուք իմ դեմ տրամադրված եք, դուք ինձ չեք սիրում։ Բարև ձեզ, ես Գարիկն եմ, Բրիջ հոգեկան առողջության կենտրոնի հիմնադիրը։ Ես ունեմ կախվածությունների անձնական փորձ եւ այսօր կպատասխանեմ կախվածությունների վերաբերյալ մի շարք հարցերի։ Հրավիրում եմ ձեզ հետևելու մեր սոցցանցերին, ինչպես Instagram եւ Facebook էջերին, իսկ թերապիաների համար գրանցվելու համար կարող եք մեզ հետ կապ հաստատել նկարագրություններում բաժանում թողնված կոնտակտներով։ Ինչից է սովորաբար սկսվում կախվածությունը։ Կախվածությունը իրականում սկսվում է առաջ անգամ քեզ թույլ տալուց։ Երբ որ առաջի անգամ թույլ ես տալի այդ միտքը, որ մեկ անգամով ոչինչ չի լինի կամ այս անգամ ու վերջ կամ ես վերահսկում եմ։ Իրականում կախվածությունը սկսում է հենց այդպես, երբ որ կորում է վերահսկողությունը, սակայն ոչ մի կախյալ մարդ չի զգում դրա մասին։ Ոչ ոք չի հասկանում, ես արդեն կորցրեցի վերահսկությունը, մինչև չհասնի ինչ-որ քրիտիկական ինչ-որ մի կետի, զգալ կամ հասկանալ նույնիսկ ընկերների կամ ընտանիքի անդամների ուղղությամբ հաշատերը ասում են, որ ունես խնդիր, բայց գալիս է մերժման փուլը, որ ես ամեն ինչ վերահսկում եմ, իմ մոտ ամեն ինչ լավ է, եւ իրականում ամեն ինչ սկսում է հենց առաջի անգամ թույլ տալուց։ Իսկ որ պահից մարդը կարող է զգալ, որ իր մոտ քիմիական կախվածություն է առաջացել։ Պատկերացրեք, փորձում եք տունը հացեպել, փորձում եք աշխատանքի ընթացքում գործ անել, բայց ձեր մտքերը մենակ մի բանի ուղղությամբ են։ Դուք արդեն չեք վերահսկում այդ մտքերը։ Ձեր կյանքի որակը ահավորն գտնվում է, որովհետև մտքերը միայն մի ուղղությամբ են, դա օգտագործման օբյեկտի մասին է։ Այլ բանի մասին կենտրոնանալ կամ վերահսկել ուղղակի չի ստացվում։ Այսինքն, երբ որ շարունակական կրկնվող մտքեր են առաջանում, արդեն ժամանակն է դիմելու օգնության։ Դա լավ զանգ է, որ ժամանակն է դիմելու օգնության, այսինքն արդեն իսկ վերահսկողությունից դուրս է ինքը։ Արդեն իսկ նշան, այնտեղ իրականում շատ այլ, այսպես ասած, սիմպտոմներ կան, հա, որ արդեն կախվածություն է սկսել, ինչի կախվածություն եւ ոչ թե սովորական ինչ-որ օգտագործում, բայց ամենակարևորներից մեկը, որը ես իմ համար կառանձնացնեմ եւ իմ կարծիքով կառանձնացնեմ, դա վերահսկողության կորուստն է։ Իրականում հենց ամենադժվար կետերից մեկն էլ հենց դա է, որովհետեւ ոչ բոլորն են ընդունում վերահսկողության կորուստը եւ շատ անգամ իրենց արդարացնում են, որ ես ամեն ինչ վերահսկում եմ։ Այն դեպքում, երբ արդեն ընկերական, ընտանեկան, աշխատանքային սֆերաներում, հա, կյանքի ոլորտներում վատթարացել են թե հարաբերությունները, թե իր պրոդուկտիվությունը, այսինքն աշխատանքի որակը կամ կյանքի որակը առհասարակ ընկել է։ Ինչ են մարդիկ փորձում դրեցնել օգտագործելով քիմիական նյութեր։ Միանշանակ ցավ, ամեն մեկի մոտ դա առանձին է։ Կարա լինի տարբեր դեպքերում, բայց դա միանշանակ է խնդիրները, որի հետ ինքը իրականության հետ չի կարողանում բախվի։ Իրան պետք է առանձին մի հատ աշխարհը, որտեղ ինքը կտրված կլինի թեկուզ 10 վայրկյան, 15 վայրկյան, 40 րոպե, հա, այդ իրականությունից։ Այնտեղ որտեղ չկա ցավ, այնտեղ որտեղ չկան շատ խնդիրներ, ստրես, փախուստ, կարծես ասած, դա միայն փախուստ է ցավից։ Իսկ նման դեպքեր չեն լինում, որ ուղղակի հաճույք ստանալու համար են։ Իրականում շատերին թվում է, որ ես օգտագործեցի քիմիական նյութ, ես ստացա հաճույք, ինձ գրավեց հաճույքը եւ դա է պատճառը, բայց այդպես չի։ Ինքը այդ հաճույքի մեջ գտավ այն ազատությունը, ճագերտավոր ասած, հա, որտեղ որ չկային այդ խնդիրները։ Դա է հաճույքը, երբ որ ինքը չի գտնում այդ ցավը, բայց երբ որ ինքը սովորում է իր կյանքի ընթացքում բախվել այդ ցավի հետ առերես եւ լուծել այդ խնդիրները սթափ, դա հասկանում է, որ ես այդ հաճույքի կարիքը, հա, ճակերտավոր ասած հաճույքի կարիքը չունեմ։ Բայց երբ որ ինքը դժվարանում է լուծել այն խնդիրները, որի հետ առերեսում է կյանքի ընթացքում, ինքը ընտրում է փախուստ լինել։ Ոնց որ հաճույք կոչվածը դա նույնպես փախուստ է։ Ինքն օրինակ հոգեթերապիայի ընթացքում հենց մարդուն մասնագետներն օգնում են գտնել ալտերնատիվ տարբերակներ, հա, այդ ոնց է դա կատարվում։ Այսինքն առաջի հերթին լինում է վերլուծություն։ Դեռ շատ խորքերից, շատ հին ժամանակներից, սկսած մանկությունից մինչև այդ կյանքի այդ պահը, իրանք վերլուծում են օրինակի համար ես արել եմ այսինչ բանը, ինչի համար ես ինչ չեմ կարողանում ներել, օրինակ, կամ այստեղ ես դժվարանում եմ շփվել այս մարդու հետ, որովհետև չունեմ հետևյալ սկիլերը, հա, ու հոգեթերապիայի ընթացքում ինչ է լինում։ Առաջի հերթին ինքը առերեսվում է այդ խնդրին,
ինքը գտնում է ալտերնատիվ տարբերակներ լուծելու այդ խնդիրը։ Հոգեբանը կախարդական փայտիկով երբևիցե չի պտտեցնում եւ ձեր խնդիրները լիարժեք լուծում։ Հոգեթերապևտը տալիս է ձեզ գործիքներ, որը դուք կյանքի ընթացքում կարող եք օգտագործել, որ չգնաք դեպի կախվածություն։ Այսինքն ինքը ձեզ օգնում է սովորել ավելի վստահ լինել, ավելի խնդիրներից չփախչել, այլ խնդիրների հետ դեմ առ դեմ կանգնել ու ասել, որ ես ավելի ուժեղ եմ, քան դու։ Ինչպես են մարդիկ իրենց արդարացնում կախվածությունը։ Իրականում ամենաառաջինը, հենց որի մասին ես արդեն խոսեցի, դա ես ամեն ինչ վերահսկում եմ։ Նույն ինքը կարա օրինակ բերի ծանոթի ծանոթի ընկերոջը կամ ընկերներին կամ բարեկամներին, ովքեր նույնպես օգտագործում են, բայց իրենց մոտ ամեն ինչի հասկանչա։ Այսինքն արդարացնելով, որ ես ինչով եմ վատը մյուսից, խիա իմ մոտ դա խնդիր, իսկ իրա մոտ չէ։ Այստեղ հենց հարցը նրանում է, որ ոչ ոք դերակ չի դիմացինի խնդրից, ինքը ինչպես է առերեսնում դրան։ Այսինքն վերահսկողություն չկա։ Հա, ինչ որ իլյուզիա է, պատկերացնում է, որ այս մարդու մոտ լավ է, բայց իրականում հետ չէ լավ չի։ Այո։ Օրինակ։ Բոլորը օգտագործում են, ես էլ եմ օգտագործում, ինչ է իմ համ մոտ խնդիր, իրանց մոտ չէ։ Լավ, ասես պատճառ, որը շատերը առաջ են բերում։ Իսկ արդյոք ամենասիրելի բաներից մեկը, որը ես երբ ուզենամ կանգ կառնեմ։ Հա։ Ես երբ ուզենամ կանգ կառնեմ, ուղղակի չեմ ուզում։ Բայց այդ առհասարակ ինձ թվում է դա հնարավոր չի, որ մարդ օգտագործի ու իր մոտ իսկապես լավ լինի։ Ոնց կարա տես, ուրեմն ինչ որ խնդիր ունի, որ միանշանակ։ Եվ անկախ նրանից կյանքի որակը ընկնելու է, անկախ նրանից թե ոնց է, հա, թեկուզ նույն հարաբերությունները ընտանիքում, կին-ամուսին, տղա-որդի կամ, չգիտեմ, ընկեր-ընկերուհի, գոլեգաների հետ հարաբերությունները, երբ որ դու անընդհատ բախնելու ես քո վրա, կոպիտ ասած ազդելու են մնացածի այդ ներկայությունը, արկայությունը, ինքը հաստատ ունենալու է հետևանքներ կյանքի որակի վրա։ Շարունակենք այդ ուղղությունը, ինչպես է կախվածությունը փոխում հարաբերություններ շրջապատի հետ։ Իրականում մի քիչ ինդիվիդուալ է, բայց կան ընդհանուր կետեր, որը համարյա բոլորի հետ առնչվում է, դա առաջինը մեկուսացումն է լինում։ Սովորաբար, երբ որ մարդիկ հասկանում են, որ կամ չեն հասկանում, որ խնդիր ունեն, կամ հասկանում են, որ խնդիր ունեն, իրանց դեպքում երկուսն էլ պաշտպանական մեխանիզմ է գործում մեկուսանալ։ Մեկուսանալ, այսինքն նույն ինքը փակվել սենյակում, փակվել տանը կամ գնալ տնից դուրս ժամերով, չվերադառնալ, դա մեկ։ Երկրորդը ագրեսիվություն, որը ցուցաբերվում է ընտանիքի անդամների հանդեպ, երբ որ իրենք փորձում են ինչ-որ մի կերպ ասել, որ դու ունես խնդիր, կամ նմանատիպ այլ ինչ-որ պատճառաբանություններ, կամ գոլեգաների հետ առհասարակ ինչ-որ կոնֆլիկտային դեպքեր, որոնք արդեն գնալով շատանում են։ Այսինքն, երբ որ մարդիկ հասկանում են, որ դիմացինը կախվածություն ունի, արդեն իսկ իրենց վերաբերմունքը ստերեոտիպային կամ ոչ ստերեոտիպը սկսում է փոխվել։ Իհարկե։ Իրականում դա խթանում է նաև կախվածության խորացմանը։ Կախյալի համար դա պատճառ է դառնում նորից օգտագործելու։ Նա պատճառաբանում են, որ ինձ չեն սիրում, ինձ չեն ընդունում, ուրեմն ես գնամ անեմ նա, ինչը որ իմ համար հաճելի է։ Դա ստերեոտիպները բավականին մեծ ազդեցություն ունեն մեր սոցիումի կողմից, երբ որ չընդունված լինելը, հա, բնականաբար դա ընդունելի վարքագիծ չի, բայց քարկոծվում է, ավելի շատ ճիշտ կլինի այդպես ասել, դա խորացնում է կախվածությունները։ Սովորաբար դա պատճառաբանություն է դառնում կախյալի համար։ Սոցիումը ինչ չի հասկանում կախվածությունների մասին, մարդիկ առհասարակ ոնց պետքա վերաբերվեն։ Իրականում շատ sense դժվար հարց եք տալիս, որովհետև մենք չենք կարող թելադրել, թե ոնց կվերաբերվել, բայց ընդունումը նա, որ սովորաբար յուրաքանչյուր կախվածություն դա կլինի քիմիական, թե վարքային, դա լրացնում է որևիցե բաց, թույլ է տալի մեղմացնել ցավը, ներքին լարվածությունը, երբ որ հասկանան, որ դրա համար է ինքը օգտագործվում, դրա համար է ինքը կոչվում կախվածություն, որովհետև մարդը առանց դրա վատ ազգում իրան, բայց ոչ թե հաճույքի համար։
Մեզ մոտ կա ստերեոտիպ, որ եթե կախվածություն ունեն, ուրեմն իրանք հաճույք են ստանում դրանից։ Սովորաբար շատ այդ խնդրի մեջ դժվարը հենց կախյալն է։ Ու երևի թե ամենամեծ ցավերից մեկը դա է, երբ որ մարդ գիտակցում է, որ ինքը իրան վնասում է, բայց չի կարողանում կանգ առնել։ Եվ այստեղ սոցիում է, հա, ոչ թե այսպես գլխին շոյելով, այլ հակառակը որոշակի քայլել առանց դատելու, ցույց տալով, որ քո վարքաձևը կամ պահվածքը ճիշտ չի, սակայն նաև առանց քարկոծելու, առանց ավելի խորացնելու դժվարը ու խորթի բուժման։ Բուժումները տարբեր են լինում, թե ռեհաբիլիտացիոն կենտրոններ, թե կախվածությունների ազգային կենտրոն, թե այսպիսի հոգեբանական աջակցության կենտրոններ։ Իրականում առաջի քայլը, որը կարող է անի սոցիումը, դա չքարկոծելն է։ Իսկ ինչ են զգում կախվածության ամենածանր շրջանում։ Իրականում, երբ որ դու զգում ես մենակություն, այն դեպքում, երբ որ նույնիսկ քո ընտանիքի անդամները քո կողքին են, քո ընկերները քո կողքին են, բայց դու քեզ զգում ես շահասկացված։ Քո մոտ ինչ-որ վարքագիծ կա, որոշակի ասած մտքեր կան, որ դու չընդունված ես, չսիրված ու դու տեղ չունես այս կյանքի վրա։ Այսինքն այդ մերժվածության զգացումը ու անպիտանելիության զգացումը, հա, որ ես պետք չեմ, ես այնքան լավը չեմ, ես ոչ մեկին չեմ կարողանում օգնել, այդ դեպքում ավելի լավ է ես ինքս ինձ վնասեմ։ Այդ հարցերը իրանք ահագին երևի թե ամենածանրն են, երբ որ դու զգում ես քեզ անպիտան, երբ որ դու զգում ես, որ ամեն օրվա քո արած քայլը վատացնում է ու խորացնում է քո անպիտանելիությունը, բայց դու չես կարողանում կանգ առնել։ Երևի թե ամենադժվարը հարցերից մեկը դա է։ Իսկ ֆիզիկապես այդ ինչ տեսք ունի։ Ֆիզիկապես իրականում շատ կախված օգտագործող քիմիական նյութից, հա, կարող են լինել աբստինենցիայի սինդրոմներ կամ ոչ, այսինքն նույն ինքը մեր ժողովրդի մեջ կոչված լոմկ են։ Դա կախված քիմիական նյութերից, բայց անկախ նրանից է, որ մարմնում կարա լինի ահավոր դող, մրսել, սառել, ինչ որ նմանատիպ բաներ ու դու չես կարողանում կարգավորես քո ֆիզիկական վիճակը, միանշանակ կա, որը էլի ավելի է խորացնում։ Բացի դրանից չմոռանանք խոսել վախերի մասին։ Յուրաքանչյուր կախվածություն ունեցող մարդը ապրում է շատ տարբեր վախերի մեջ։ Այսինքն ոմանք, ովքեր դեռ բարձ չի կիմանան դրա մասին, ոնց կվերաբերվեն իմ ընտանիքի անդամները կամ ինչ կլինի իմ հետ, ինչ որ անհայտներ, հա, որոնք գնալով շատ խորացնում են այդ խնդիրները, վախեր, չհասկացված լինել, չընդունված լինել, չսիրված լինել, երբ որ դու հասկանում ես հասել ես ամենահատակին, որտեղ ոչ ոք էլ քեզ չի ընդունում։ Առհասարակ թե սոցիումը, թե ծանոթները, թե ընկերները, դա երբ թե ամենածանրն է, երբ որ դու հասել ես հատակին։ Մյուս հարցը, թե ինչն է ամենավախենալուն, ոնց հասկացա հենց դա, որ դու հասնում ես հատակին, բայց երևի հենց հատակին է, հա, պետք հասնել, որ այդ քեզ վերև հետո կարողանաս բարձրացնել։ Իրականում այո, սովորաբար շատ մարդիկ, ովքեր գոր աշխատում են կախվածությունների հետ, ունեն նման մտածելակերպ, որ ավելի մեծ հաջողության բուժման մեջ հասնում են այն մարդիկ, ովքեր հասել են հատակին։ Ավելի ճիշտ էսպես կլինի ասել, այն մարդիկ, ովքեր հասել են հատակին, ավելի մեծ շանս ունեն առողջանալու եւ թողելու այդ ամեն ինչը անցյալում, քանի որ արդեն չունեն իրենց արդարացնելու որևիցե տեղ։ Այսինքն իրանք արդեն հասել են գագաթնակետին, որից են կողմել ոչ մի բան չկա։ Իրանք էլ չունեն։ Տես, եթե օրինակ այս անգամ էլ օգտագործեմ, ասած կլինի ինչ-որ այդ մտքերը արդեն չկա, որտեղ ինքը գիտի, շո ինքը հասել է արդեն այն վերջնակետին, այն հատակին, հա, որտեղից են կողմել ոչ մի բան չկա։ Իրան մնում է կամ շարունակել է դժոխքի մեջ ապրել, կամ գտնել ճանապարհ դուրս գալու։ Մենք սաբերում ենք այդ ճանապարհը, օգնում ենք լինել կամուրջ ձեր առողջացման միջև ձեր անցյալի եւ ապագայի։ Գրանցվեք մեզ մոտ թերապիաների, փոխելու համար ձեր կյանքը։ Իրականում ձեր ամենի առաջի քայլը, փոքրիկ քայլը դա գիտակցել եւ օգնություն խնդրելն է։ Շատ կախյալներ չեն կարողանում օգնություն խնդրել։
դրանում էլ է մեծ խնդիրը կայանում։ Մեր կենտրոնը միշտ պատրաստ է ընդունել ձեզ եւ օգնել այդ ճանապարհից դուրս գալու համար։ Որ ասում ենք հատակին հասնել, դա որն է արդեն հավանականությունը։ Իրականում գախյալի համար երբևիցե մոտիվացիա չի։ Մենք ունենք շատ ծանոթներ, ոնց չլինի կունենանք, հա, մեր շրջապատում, ովքեր կախվածության քիմիական նյութերից ունեցել են գերդոզավորում, հա, նույն ինքը պերեդոզ կոչվածը, բայց նայեք քանիսի դեպքում օգնել, որ առաջվելուց հետո իրանք նորից շարունակեն։ Վախը, առհասարակ վախերը մոտիվացիա չեն։ Մոտիվացիան տարբեր է լինում, թե արտաքին, թե ներքին, բայց ամենակարևորը դա ներքին այն մոտիվացիան է, որ ես ուզում եմ ապրեմ այլ կերպ։ Ոչ թե ես չեմ ուզում, այլ ես ուզում եմ իմ կյանքի որակը բարձրացնեմ։ Ես ուզում եմ ստեղծել ու հասնել իմ երազանքներին, այն իմ պատկերացումներին, երբ որ ես նստած եմ ու մտքերով, ֆանտազիաներով ստեղծել եմ մի իրական աշխարհ, ես չեմ ուզում մնամ այդ ֆանտազիաների մեջ, ես ուզում եմ այդ ամեն ինչը սարքեմ իրական։ Բերեմ այսօր իմ ներկա։ Դա ամենամեծ մոտիվացիան է, երբ որ ինքը գախյալ մարդը փորձում է արդեն ինքը գիտակցելով, որ այն կյանքը, որով ապրում է, այն չի, որին նա ձգտում է։ Եվ ուզում է փոփոխություն։ Սա այս դեպքում իրականում շատ կարևոր է նաև հարազատների աջակցությունը, որովհետև շատ գախյալներ իրականում ուզում են կանգ առնել, հավատացեք, շատ գախյալները, երբ որ ամեն անգամ կարող են ձեզ երդվել, որ էլ չեմ անի, էլ չգիտեմ, չեմ գնա այդ խաղատունը, այդ քիմիական նյութը օգտագործելու կամ այլ ինչ-որ բաներ, իրանք իրականում հավատում են նրան, որ ասում են, որ էլ չեմ անելու։ Իրականում ինքը հավատում է, բայց գախվածության հենց թակարդը նրանում է, որ ինքը կորցրել է արդեն շուտվանից այդ կոնտրոլը, ինքը հենց կորցրել է այդ վերահսկողությունը, ինքը արդեն չի կարողանում վերահսկի։ Այստեղ ընտանիքի անդամների կամ ընկերների օգնությունը, նույն ինքը ինչի ոչ սոցիումի օգնությունը շատ կարևոր է, օգնել մարդուն դուրս գալու այդ ամանից։ Իսկ երբ որ մենք ասում ենք օգնել, ինքը ինչ տեսք ունի, այսինքն որ ցույց ես տալիս, որ դու խնդիր ունես, այդքան գիտակից չի, որ հասկանա, որ ունի, որ իր խնդիր, օրինակ այդ մարդու խնդիրները լուծես, այդ էլ օքեյ չի, որն է այդ օգնությունը։ Ինչ տեսք ունի։ Իրականում շատ դժվար հարց եք տալիս, որովհետև ամեն մարդու համար այլ կերպ է ընդունվում այդ օգնությունը։ Երբեմն ստիպողաբար բուժման ուղարկելը որևիցե մարդու համար անօգուտ է եւ ասում են ինձ ես եթե շուզենամ ինձ ստիպել հնարավոր չի, բայց մարդիկ կան ում կյանքը հազարավոր փրկվել է ստիպողաբար բուժման ուղարկելուց։ Նույն ռեաբիլիտացիոն կենտրոնները, հա, որտեղ մարդկանց ուղեկցում են իրենց հարազատները մեծամասնությամբ, շատ քիչ մասն ովքեր հենց իրանք են օգտվում այդ ռեաբիլիտացիոն կենտրոններից, սկզբնական շրջանում մարդը չի ուզում, հա, բայց ընթացքում երբ որ ինքը տեսնում է ուրիշ գախյալների, ովքեր նույն ճանապարհով են անցել, միգուցե իրանից վատ ավելի կամ մի քիչ լավ, բայց տեսնում է, որ նույն ճանապարհով են անցել, որով որ ինքը, ու տեսնում է, որ իրանք այսօր սթափ են եւ հստակ ապրում են ինչ-որ մի կյանք, որը որ իր համար իդեալ է դառնում, ինքը փորձում է ձգտել այդ իդեալին։ Իսկ այն դեպքերում, երբ որ մարդը գիտակցում է, որ ես ուզում եմ թողնել այս կյանքը, ինձ թափ, բայց իմ մտքերը, իմ պահվածքը, հին կախյալ պահվածքը տանում է ինձ նորից հետ, գրանցվեք մեզ մոտ թերապիաների, հենց այստեղ օգնում է հոգեթերապիան։ Հոգեթերապիան օգնում է հասկանալ ինչն է ձեզ ձգտում, նույն ինքը տրիգերները, նույն ինքը պահվածքը, հա, ընտանիքի հետ մենք աշխատում ենք ընտանիքի անդամների հետ հոգեկրթական դասեր ենք անցկացնում, որպեսզի ճիշտ վերաբերմունք ցույց տա ընտանիքի անդամներին, ընտանիքի անդամները կախյալ լինեն ուղղություն, եւ այդ ամեն ինչը, գիտեք, կոմբինացված sense ինքը տարբերակ է, միայն փոխելով կախյալին, չփոխելով իր շրջապատը, հնարավոր չի օգնության հասնել։ Օգնության ձևերից մեկը, հենց որը հարցրեցիք, դա կտրվել հին շրջապատից։
բավականին դժվար է հասկանում եմ իրականում նամանանցի որ մենք ապրում ենք մի փոքր Երևանում, հա, որտեղ մենք նույն տեղը բակերով անցնում ենք, նույն մարդկանց շփվում ենք, բայց փոխել հին շրջապատը եւ ստեղծել լրիվ նորը, դա կարևոր պայմաններից մեկն է, որովհետեւ երբևիցե չգիտես շփումը հին ընկերների կամ սաուպատրիբիցիլ, չգիտեմ ոնց է հայերեն, նարդիկում հետ օգտագործել ես, իրանց այդ հանդիպումը որ կտանի։ Իրականում դա բավականին դժվար է։ Հենց նույն օգնությունը նա կլինի, որ կտրել որոշ ժամանակով փոխեք բնակության վայրը։ Դա փախուստ չի կարելի անանել, դա կարելի է մտածված փոփոխություն կյանքի որակը բարձրացնելու համար։ Կտրվել Միջավայրից փոխել։ Նույն ինքը եթե դուք գնում եք կլուբեր, բարեր, որտեղ որը եղել է ձեր օգտագործման, որոշ ժամանակ քանի դուք պատրաստ չեք նորից առերեսվել դրա հետ, ուղղակի բաց թողեք իրանց։ Ու երևի ստե հենց այդ բանն էլ է իմաստ ունի, հա, այդ ինքնագնահատականի պահը, որ քեզ պետքա մեկ լինի, թե օրինակ այդ նույն շրջապատի մարդիկ քեզ ոնց կվերաբերեն, ասեն, վայ փոխվել ես, էլ նույնը չես, էլ լավ տղեն չես կոպիտ ասած։ Ես իմ փորձից կիսվեմ, երբ որ ես սկզբի ժամանակում կարող էի սենյակից դուրս չգալ։ Նույնիսկ ծխախոտս եթե ավարտվում էր, հա, խնդրում էի ուսի ժամերով կարող սպասեի, մինչև ինձ բերեն, որտեղ ես պատրաստ չէի դուրս գալ սոցիումին ու նայել իրանց հայացքներին, քննադատող հայացքներին։ Բայց այն պահին, երբ որ ես ընդունեցի ինքս իմ խնդիրը, ու ես հասկացա, այո, ես ունեցել եմ կախվածություն, այո, դա խնդիր է, բայց ինձ օգնում են հաղթահարել ու ես հաղթահարում եմ ու ուղղում եմ։ Ու ես թույլ չեմ տա ուրիշների քննադատությունը իմ վրա ազդի։ Դրանից հետո օրինակ երբ որ մտնում էի նույն ինքը խանութ, բարձր գոռում էի բարև ձեզ, որովհետև ցույց տա ես ստեղ եմ, ես ընդունել եմ ինձ։ Եվ ես հպարտ եմ։ Ահա, ունեցել եմ ծանր շրջան, ունեցել եմ չընդունվող վարքագիծ սոցիումի կողմից, բայց դա իմ անցյալն է, դա իմ իմաստն է, որ ինձ թույլ չեմ տա ձեր քննադատությունները ինձ վերադարձնի նույն ճանապարհին։ Հա, այդ հենց առողջ մոտեցումն է ոնց որ հենց դրան էլ պետք է հասնել երևի։ Իհարկե, սա ինքնագնահատական բավականին մեծ կապ ունի։ Այն դեպքում, երբ որ դու թույլ չես տալի ուրիշների կարծիքները փոխեն քո կյանքը, թելադրեն քո վարքագիծը։ Ու առհասարակ այտենց գաղափար կա, չէ՞, որ մարդը իր շրջապատի միջին վիճակագրականն է։ Պետքա ոնց որ ֆիլտր ես, էլի, ում հետ ես շփվում, ում հետ չես շփվում, ում մտքերն ես վերցնում։ Իհարկե, ես ասեմ ունեմ շատ մոտիկ ընկերներ, ում հետ ես շատ կուզենայի շփվել, բայց ես առհասարակ կտրվել եմ այդ շրջապատից, որովհետև ես գիտակցում եմ, որ ինչքան էլ ես շատ սիրեմ իրանց որպես մարդ, բայց իրանք ունեն իմ նման խնդիրներ, իսկ հիմա ես փորձեմ մտնել այդ շրջապատի մեջ, դա ուղղակի իմ ձեռքբերումների կորուստ կլինի։ Ես ուղղակի ազատվել եմ ու ստեղծել նոր շրջապատ։ Նոր շրջապատ, նոր առողջ մտածելակերպ, նոր չքննադատող մարդիկ, ընդունող մարդիկ։ Ես ստեղծել եմ մի շրջապատ, որտեղ ընդունված եմ։ Անկախ ամեն ինչից, եւ դա ինձ թույլ է տալիս լինել սիրված։ Այն բացը, որը որ բաց ինձ օրինակ համար տարել էր դեպի քիմիական նյութեր։ Լինել ընդունված, լինել սիրված։ Ու իրականում sense կողքի հայացքով դա միանշանակ հարգանքի է արժանի, թող լավ օրինակ ծառայեք մնացածին նույն ուղով գնալու, քննադատություններից չվախենալու ու առաջ շարժվելու։ Եվ sense դրական իրականում հենց ինչու մեր կենտրոնը անվանվեց Bridge։ Մեր կենտրոնի հենց նպատակը նա է որ լինել կամուրջ, այն կամուրջը, որը շատերը ունեն դրա կարիքը։ Ստեղծել մի հատ ինչ որ ապահով վայր, որտեղ դուք ընդունված եք ու սիրված եք, անկախ նրանից ձեր կյանքի կենսափորձի, անկախ նրանից թե ինչ ա եղել անցյալում, դուք մեզ մոտ ընդունված ու սիրված եք։ Ու մեր մոտ հեռապանների ընթացքում դուք կհասնեք հենց այն արդյունքին, որ դուք ինքներդ ձեզ կսիրեք ու կընդունեք։ Արտենք այսքանով մեր հաճելի զրույցը ու մաղթենք բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն նման խնդիր, բարձր գլխով եւ վստահ հաղթահարել։ Իհարկե Bridge-ի օգնությամբ։